Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հոկտեմբերի 5-ի համար։ Օրը կիրակի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Գնանք ևս տարոքարտերով, տեսնենք ինչ է սպասվելու, այս անգամ մեկ այլ տարոքարտեր են, տեսնենք ինչ է սպասվելու մեզ։ Գնանք առնետների։ Ինչ դժվար է սա խառնելը։ Այս երկու օր եմ տեսակ ձեզ մոտ այս քարտերը ինձ այդքան էլ դուր չեն գալիս, լարված վիճակ է ձեզ մոտ, լարված օրեր են, շաբաթ կիրակի, ինչ որ բան է կատարվում, միգուցե ձեր ներսում, ձեր կյանքում, որ ճնշված եք, միգուցե նաև ինչ որ տեղ էլ աչքերն եք փակում, որ ինչ որ բաներ չտեսնեք, ինչ որ բաներ չզգաք նաև, ինչ որ նման պահեր են։ Ավելի լավ է կենտրոնանաք ամենակարևոր բաների վրա ձեր կյանքում, կարող վերահսկել, կվերահսկեք նաև ձեր զգացմունքները, ոչ մի ինչ որ արտաքին, ինչ որ իրավիճակներ ձեզ չի կարող շեղել, կատարեք որ այնպիսի որոշումներ, որոնք մի տեսակ ուրիշ ձև, փորձեք որոշումները նայել, որովհետև ճնշված եք, որովհետև աչքերը փակ է եւ կարող եք ամեն ինչը ճիշտ չհասկանալ, երկար մտածեք, որ յուրաքանչյուր որոշում կայացնելուց առաջ։ Մի փոքր կարող է վախն ու կասկածը կրծի ձեզ, դա էլ ձեզ մոտ կառաջացնի որոշ շփոթություն, առաջ շարժվեք փոքր քայլերով, մի շտապեք, որ կարողանաք հավաքել ձեր մտքերը եւ մի կողմ դնել նաեւ ձեր կասկածները։ Նաեւ ֆինանսական գործարքների հետ կապված եւս եղեք բավականին ուշադիր զգույշ։ Եվ հակառակ սեռի ներկայացուցչի հետ, եթե այստեղ ովքեր հարաբերությունների մեջ են, պետք է իրար զիջեք, իրար փոխզիջումների գնաք, որպեսզի առաջանա ամուր հարաբերություններ, առողջ հարաբերություններ։ Եվ այդ օրը մի փոքր քիչ զբաղվեք համակարգչով, նաև հեռախոսով, որ աչքերը չցավա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, եզերին տարվա ծնված։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 5-ին, կիրակի օրը։ Դե ոգևորված եք այստեղ առաջ գնալու համար, նաև ինչու՞ չէ, վեճի համար, որտեվ թուրը ձեր ձեռքին է եւ կցանկանաք մարդկանց, ոնց որ հաչուծախ թրով հարվածել։ Դե անվախ է սա, ով որ չի վախենում ոչինչից եւ գնում է առաջ։ Նաև այս քարտը ձեզ զգուշացնում է, որ ձեր շրջապատում կա ինչ-որ մեկը, ով յուրաքանչյուր պահի կարող է ձեզ ձեր մասին ինչ-որ բաներ ասել, ձեզ չօգնել, այնպես որ պետք է զգույշ լինեք եւ դա կարող է չհասկանաք սկզբում ով է, բայց հետո արդեն կհասկանաք, որ նա այն մարդը չէր, ում հետ որ պետք էր ավելի անկեղծ լինել, որովհետև ձեր անկեղծությունը կարող է այդպես ի հայտ դարձնել ամեն, բոլորին պատմել այդ մասին։ Նաև մի փոքր ագրեսիվ կարող եք լինել այս քարտով, ագրեսիա մտցնի ձեր մեջ, պետք է կարողանաք ձեզ վերահսկել։ Ավելի խաղաղ ոնց որ, խաղաղ դիրք ընդունեք յուրաքանչյուր պարագայում, որովհետև եթե տեսնեք, որ ինչ-որ մեկը ձեզ դավաճանում է, ձեր աշխատանքի վայրը կամ մեկ այլ տեղ, ապա բնական է, որ չեք կարողանա ձեզ զսպել, բայց պետք է կարողանաք այդ օրը ձեզ տիրապետել։ Այս գործերի առումով կարող եք հանգիստ գնալ առաջ, որովհետև թուրը ձեր ձեռքում է, միայն աչուձախ մի մարդկանց կոպտելով կամ նման ձևով առաջ գնացեք։
Այսքանը ձեզ համար, ձեզ չնայած ցուլերով, հա, սա ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հոկտեմբերի 5-ին։ Ինչ որ նոր բան կարող սկսել այդ օրը։ Նաև այսօրը շատ լավ նորություններ կստանաք, նաև հետաքրքիր աշխատանքային առաջարկ նաև կստանաք։ Ձեր մտերիմ ընկերը ձեզ կօգնի, եթե նաև այնպիսի ընկերը ումից որ դուք չեք էլ սպասում, հա, կարող են ձեզ օգնել։ Նաև ռոմանտիկա կմտցնեք ձեր հարաբերություններում կամ ձեր զուգընկերը կարող է ռոմանտիկա մտցնել ձեր հարաբերություններում։ Կարող եք հանդիպել ձեր կյանքի սիրուն, նաև կարող է այն հին հարաբերությունները թարմացնեք, հա, նոր զգացմունքներով, միգուցե հանդիպեք այն մարդուն, ում հետ ժամանակին հանդիպել եք։ Մի վստահեք, հա, այդպես մի անգամից, մի կորցրեք ձեր գլուխը։ Նաև կարող եք այդ օրը զբաղվել բարեգործությամբ, որոշ սոցիալական նախագծերով, ավելի շատ գործարար մարդ եք դուք եւ կարող եք այդ օրը ձեզ ցույց տալ, հա, ձեր հմտությունները ցույց տալ, ձեզ ցույց տալ, թե ինչ կարող եք անել այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին հոկտեմբերի 5-ին։ Դե սա գումարի քարտն է, մարդը գումար է վաստակում, դուք ինքները ձեր ստեղծագործությամբ կարող եք վաստակել։ Եվ դուք հասել եք այն ամենին, ինչը որ ցանկանում եք, ինչը որ ուզում եք, ինչը որ ձերն էր, հա, ինչ մակարդակի որ դուք ցանկանում եք հասնել։ Նաև սա ստեղծագործությունն է, կարող եք ստեղծագործել այդ օրը։ Նաև այս հաջողության ճանապարհին հնարավոր է նաև որ ձեր հարազատներից եք կտրվել, հարազատներից եք հեռացել եւ հիմա կորցրել եք նաև իրանց ինչ որ վերաբերմունքը, իրանց շփումը, ապա հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի վերականգնեք այդ հարաբերությունները։ Մի մոռացեք հարստությունից եւ շքեղությունից բացի նաև, հա, հոգեվոր զարգացման մասին։ Զարգացրեք ինքներդ ձեզ, ավելացրեք ձեր տաղանդները այդ օրը, փորձեք նոր ինչ-որ մի բան ստեղծագործել, կիսվեք ձեր հաջողություններով մարդկանց հետ և զբաղվեք նաև բարեգործական աշխատանքներով։ Եթե բավականին շատ գումար ունեք, միգուցե այստեղ գումար եք ստանում, նաև ժառանգություն եք ստանում, պետք է անպայման օգնեք ձեր հարազատներին։ Ժամանակ անցկացրեք նաև իրենց հետ։ Կառողջության առումով մի փոքր ովքեր որ ժառանգական հիվանդություն կա, ովքեր որ ունեն մի փոքր կարող է դա ձեզ անհանգստացնել։ Եվ խուսափեք վեճերից այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապներին։ Շատ դժվար է սրանց խառնելը։ Ինչ է սպասվում վիշապներին հոկտեմբերի 5-ին։ Դե, սա ընդհանրապես ըստ ինձ այս քարտը ոնց որ մարդը ցավը տանում է նետի, ինչ-որ միտեղ, հա, ըստ ինձ այդպես է։ Չգիտեմ ում մոտ ինչպես է, բայց ինձ մոտ ոնց որ ցավը տանում է դուրս նետի ի վերջո։ Եթե խնդիրներ ունի։ Որտեվ այստեղ նայեք, նաև ինչ որ մեկնել են նստած, տատի են նստած, իրար հետ միգուցե, հա, իրար հետ տանում են։ Եվ եթե նայենք այսօրվա համար, ապա դա վերաբերվում է, որ այսօր դուք կգտնեք յուրաքանչյուր, հա, ելք կգտնեք յուրաքանչյուր խնդրին լուծում տալու համար։ Եվ ինչպես որ ասում են, ուր որ փախչես միևնույն է քո խնդիրները քո հետ են, այ դու քո խնդիրներից չես կարող փախչել։ Ավելի արագ, ինչպես արագ ավելի լուծել ձեր բոլոր հարցերը, ձեր բոլոր խնդիրները, նաև մի կողմ թողնել բոլոր կոնֆլիկտային խնդիրները, որոնք որ առկա են ձեր կյանքում։
պետք է լուծել, հա, ոչ թե փախչել դրանցից։ Եվ նախկին տեղում մնալ այդքան էլ պետք չէ։ Նախկին աշխատանքը կլինի, նախկին այդ տարածքը կլինի, միգուցե իրոք այդ խնդիրները այդ տարածքի հետ է կապված, այդ աշխատանքի վայրի հետ է կապված եւ այնտեղ մնալը արդեն ոնց որ անհնարին է դառնում ձեզ համար եւ պետք է փոխել։ Հա, պետք է եւ նաեւ մի մնացեք նույն տեղում, հա, գնացեք առաջ։ Միայն առաջ։ Նաև ոմանք կարող են տեղափոխվել, գնալ ճամփորդության, նաև կարող է դա լինել գործուղում, կամ ուղղակի գնում եք հանգստանալու, կամ տեղափոխվում եք մեկ այլ տեղ, մեկ այլ տուն, մեկ այլ երկիր։ Ոմանք էլ կարող է կարճ ճամփորդության են գնում, հա, այսպես մեկ ամսով կամ մի քանի օրով գնում եք հետ գալու համար։ Նաև նոր աշխատանքի առաջարկ կստանաք, նաև կարող եք հյուրեր ունենալ, հեռվից կարող են լինել այդ հյուրերը, կարող են մնալ այդ օրը նաև ձեր մոտ գիշերը։ Եթե անձնական հարաբերություններում խնդիրներ ունեիք, ապա այդ խնդիրները կարող եք լուծել, եթե կոնֆլիկտներ ունեիք, այդ խնդիրները եւս կարող եք լուծել կամ փախչել խնդիրներից, հա, որովհետև այս քարտը ընդհանրապես դա է ասում, մարդը նստած է, գնում է, փախչում է, բայց իր խնդիրները միևնույնն է իր հետ է տանում։ Ինքը տանում է, որ թափի մի տեղ, միևնույնն է չի կարող, որովհետև ինքը գնում է բաց ծով։ Եվ խոսեք իրար կհասկանաք, ավելի հանգիստ։ Աշխատանքի վայրում նույնպես, հա, եթե խոսեք ամեն ինչ եւ կհասկանաք իրար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օձերին։ Ինչ է սպասվում օձերին հոկտեմբերի 5-ին։ Այստեղ մարդը հոգնել է ամեն ինչից, հոգնել է յուրաքանչյուր հարցերից։ Ամեն ինչ իրեն հոգնեցրել, նստել մտածում է, ինչ անի, որ ինչպես անի, հոգնել է նույն իրավիճակից, հոգնել է նույն աշխատանքից, եւ կանգնել եւ չգիտի ինչ անի, ուր գնա, որ կողմ շարժվի, որն է ավելի ճիշտը, ինչպես սա անի, այն։ Վերցեք ամեն ինչ ձեր ձեռքը եւ արեք։ Վերցեք ձեր մտքերը հավաքեք եւ գնացեք առաջ։ Մի թողեք, որ ինչ-որ մի պահ, ինչ-որ մի դժվարություն ձեզ կոտրի։ Ինչ-որ կա անցյալից որոշ իրադարձություններ են, որոնք որ տխրություն են ձեզ մոտ առաջացրել։ Ոնց որ պետք էր ձեզ նաև այդ ցավը տեսնել, այդ ինչ-որ պահը տեսնել, որպեսզի կարողանաք հետո հաղթահարել, կարողանաք դուք ինքներդ ձեզ փոխել։ Որտեղ միշտ մարդը այդպես է, երբ որ դժվարություն է տեսնում, հետո նոր է ոնց որ ոտքի կանգնում։ Եթե մարդը դժվարություն տեսած չի լինում, նա երբեք չի կարողանում։ Ընկնում է եւ այլևս չի կարող վեր կենալ։ Նայեք ապագային, հա, այսօր այդ օրն է։ Նայեք ապագային, ազատվեք անցյալի բոլոր այդ խնդիրներից, այն վիշտը, որ ձեզ պատել է, դրանից ազատվեք եւ թողեք դա, հա, այդ բացասական բոլոր այդ ձեր մտքերը թողեք ներկայում եւ նայեք միայն ապագա եւ գնացեք ապագա։ Ներկայում մի թողեք, անցյալում արդեն թողեք։ Դե մարդուն սա դեղ է, որ դե չեմ կարող բացատրել, դա երկար կտևի, մարդ իրոք պետք է ցավի միջով անցնի, յուրաքանչյուր պարագայում, լինի դա կորուստ աշխատանքի, լինի դա կորուստ բիզնեսի եւ այլն, որպեսզի թափ հավաքի, ուժ հավաքի, նորովի սկսի իր ամեն ինչը։ Դե երևի այսքանը ձեզ համար, նույնն էլ ընտանիքում կարող եմ ասել, եթե ինչ-որ մի հարցում ընկճված եք, եւս, հա, մի հատ ոտքի կանգնեք, մի հատ որոնց ասում թափ տվեք ձեզ եւ ամեն ինչը նորից սկսեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձիերի։ Ինչ է սպասվում ձիերին հոկտեմբերի 5-ին։ Ոյ, այդքան էլ լավ քարտ չէ, թողնենք այդ քարտը դեպի ներքև նայի, թող մեզ չնայի,
Դա գայթակղություն է, գայթակղության քարտն է, որ գայթակղվել, ինչ-որ մարդիկ կարող են ձեզ հրահրել ինչ-որ բաների, գայթակղվել մեծ ֆինանսները աշխատել, գայթակղվել ինչ-որ պահերի ոչ անօրինական գործեր անել, գայթակղվել նաև երկրորդ կեսի վերաբերյալ, ուրիշի ամուսնու, ուրիշի կնոջ հետ կապված Եվ ոնց որ այսօր մի փոքր դժվար կլինի, ձեր այդ էմոցիաները կարողանալ վերցնել ձեր ձեռքը, կոնտրոլ անել, անհնարին է դա, ոչ այսօր։ Նաև դուք ինքներդ անելուց առաջ յուրաքանչյուր բան, յուրաքանչյուր գայթակղություն, եթե լինի ձեր կյանքում այդ օրը, պետք է մի հատ վերանայեք այն, թե հետո ինչ է ձեզ սպասվելու, հետո նոր այդ պահին մտնեք այդ գայթակղության մեջ, որովհետև գայթակղությունը միշտ էլ կա, եւ միշտ էլ մարդը գայթակղության հետևից գնալուց կորցնում է առաջինը իր անունը, հետո նոր մնացածը։ Նաեւ ձեր մասնագիտական կյանքում, ձեր գործունեության մեջ եւս կարող է լինել խաբեություն, ինչ-որ գրավիչ առաջարկ, վայ արի այստեղ, այստեղ շատ գումար կա աշխատելու, այստեղ շատ այսպես, դուք կարող եք ոգևորվել եւ ցանկանալ գնալ, որպեսզի ավելի շատ գումար վաստակեք։ Կամ կասկածելի գործարքների մեջ կարող են ձեզ ներքաշել, ասել արի դե հիմա չի իմանա, ինչ են իմանալու, որ արի սենց անենք, արի կասայից մի քիչ փող վերցնենք, արի սա նմանատիպ բաների մեջ մի մտեք դուք ոչ մի տեսակի։ Նաև ուրիշի ընկերում որ ես վստահ եմ կարող է մեկը ասի որ նա ամուսնացած չի եւ այլն եւ դուք գայթակղվեք գնաք եւ տեսնեք որ մի հատ մեծ պատմության մեջ եք ընկնում։ Նրա համար պետք է ուղղակի այդ օրը անցկացնել ավելի հանգիստ եւ փորձել ինչ որ ասեն չորս կողմից չլսել եւ շատ այդպես մեծ գլոբալ առաջարկներ որ անեն արդեն թող ձեզ համար դա լինի կասկածելի եւ մի մտեք դրա մեջ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին։ Ինչ է սպասվում այծերին հոկտեմբերի 5-ին։ Դե սա մի մարդ է, որ բավականին խելացի, կայուն անձնավորություն է։ Այսօր դուք ոնց որ վերահսկողի դերում կարող եք լինել։ Կարող եք վերահսկել, ովքեր որ աշխատում են, վերահսկել, որ ամեն ինչը օրենքի սահմաններում լինի։ Ճիշտ է ինքը Կիրակի է, բայց ասեմ որ ասում է տունը կնիկ, այսպես անկյունները մաքրի։ Իսկ դա կանայք կարող են նաև անգամ վայ այստեղ պետքա կանգնես, այստեղ զնակ կար, պետքա այդ զնակի մոտ կանգնեիր, սա պետքա աջ թեքվես, ոնց որ կարող եք խանգարել նաև մեքենա վարելուց։ Մի քիչ ավելի շատ կարող է լինել այդ պահերը օրենքի հետ կապված։ Նաև ոմանք այստեղ ուղղակի ավելի պահպանողական կլինեն իրենց ավանդույթների հանդեպ։ Նաև այստեղ դուք գիտեք ձեր մասնագիտականը ավելի լավ գիտեք եւ կզբաղվեք ձեր ցույց կտաք ձեզ ավելի ճիշտ կողմով, որ ասում է օրենքին դեմ դուրս չեք գա, սա եմ կարող անել, սա եւ ցույց կտաք ձեր սահմանների ներսում, թե ինչ կարող եք դուք անել։ Դուք կարող եք ներկայացնել նաեւ ձեզ ձեր աշխատանքի վայրում, եթե գնացել եք հարցազրույցի եւս, կարող եք ցույց տալ եւ նաեւ այնպես կարող եք խոսել, որ դիմացին հասկանա, որ ձեր սահմանը այստեղ է, այստեղ հատում է ձեր սահմանը եւ վերջ, ինչ որ ուրիշ պահեր չեն կարող լինել։ Այդքանն է ձեր աշխատանքը։ Նաեւ կարող եք խորհուրդներ տալ մարդու դիմացինին, ձեր գործընկերներին։ Եթե ֆինանսական գործարքներ կկնքեք, ապա անպայման ուսումնասիրեք, որ ամեն ինչը ճիշտ լինի, օրենքով լինի։ Իսկ անձնական հարաբերություններում, ովքեր որ շփվում են դեռ, շատ ներդաշնակ կլինեք միասին, միմյանց հետ ավելի ուրախ, ճիշտ կանոններով, այդպես կարելի ասել։ Ոչինչ ավելորդ չի լինի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկներին։
Ինչ է սպասվում կապիկներին հոկտեմբերի 5-ին։ Դե սա բավականին մեծ գումար է, որը որ կարող եք ստանալ այդ օրը, գուցե 1-2 օր այն կողմ, որովհետև այս քարտեր այնպես են, որ հենց նույն օրը չեն գալիս, հա։ Եվ դուք ձեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ այդ գումարը կվաստակեք, ձեր գործունեության շնորհիվ, հենց այնպես չի գա այդ գումարները ձեզ, հա, դուք ձեր մասնագիտությամբ այն կարող եք միմիայն վաստակել, թեկուզ ձեր ստեղծագործությամբ, բայց բավականին ամենօրյա տանջանքի, ամենօրյա աշխատանքի շնորհն է դա, որ դուք այդ օրը գումար կստանաք, գումար կվաստակեք։ Եվ այսօր մի վախեցեք ոչ մի դժվարությունից, եթե թեկուզ աշխատանքում, թեկուզ ինչ-որ միտեղ դժվարությանը կհանդիպեք, դուք կարողանաք ամեն հարց լուծել։ Նոր գիտելիքներ ձեռք բերեք, դա ձեզ անհրաժեշտ կլինի։ Զարգացրեք ձեր տաղանդները։ Նաև կարող է նաև գնաք ոչ ճամփորդության, այնտեղ գումար վատնեք, գումար ծախսեք։ Նաև սա կարճ ժամանակահատվածում ինչ-որ գումար վաստակել է։ Ինչ-որ մի բան կարող եք արագ անել և տալ արագ արդյունքը ստանալ։ Եթե բիզնես էլ բացեք, ապա շատ արագ կստանաք արդյունքը։ Եվ ինչքան ճիշտ անեք ձեր աշխատանքը, այնքան ավելի շատ կգնահատեն և եթե հաճախորդ է ավելի շատ վճարի, կվարձատրի ձեզ։ Նաև ովքեր որ անշարժ գույք են ուզում վաճառեն, գնեն, ապա այսօր հիանալի է, հաջող կստացվի, ձեզ մոտ կարող եք անել։ Անձնական հարաբերություններում ամեն ինչ հիանալի է, կգնահատեք ընտանեկան այդ բոլոր արժեքները։ Եվ աշխատանքի վայրում էլ եւս կարող եք լինել ավելի հանգիստ, բայց իմանալով ոնց որ որը որից հետո ինչ պետք է անեք, ձեր մասնագիտական ոնց որ մարդը գիտի, որ այդտեղ քանդում է, այսպես եւ հանգիստ կանեք, կաշխատեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղներին։ Ինչ է սպասվում աքաղներին հոկտեմբերի 5-ին։ Եվս նույն քարտն է, նույն բաներ էլի պետք է ասեմ, ինչպես որ ասացի կապիկներին, ոնց որ ամեն օր ձգտում եք հասնել ձեր նպատակներին և ձեր ջանքերի շնորհիվ, ձեր գործունեության շնորհիվ, ձեր մասնագիտականի շնորհիվ։ Մի վախեցեք քրտնաջան աշխատանքից, մի վախեցեք նոր գիտելիքներ ձեռք բերելուց։ Փորձեք անպայման ավելի շատացնել ձեր գիտելիքները։ Նոր ձևով, նոր ինչ-որ ձև մտցրեք ձեր գործունեության մեջ, ավելացրեք ձեր տաղանդները, նոր բաներ սովորեք, հետաքրքրություններ մտցրեք ձեր աշխատանքի մեջ։ Կարճ ժամանակում կարող եք հասնել ձեր նպատակներին, ձեր ցանկացած արդյունքի, եթե սկսեք ինչ-որ մի բան անել։ Եվ ձեր հմտությունների շնորհիվ նաև կբարձրանա ձեր կամ կվճարեն ձեզ ճիշտ, կամ կբարձրանա նաև ձեր աշխատավարձը։ Տանը ամեն ինչ նորմալ է, հարաբերություններում ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ կայուն է, նաև աշխատանքում նույնպես, ավելի հանգիստ կլինեք, հանգիստ կաշխատեք, ընտանիքում նույնպես էլի հանգստություն է։ Նոր ծանոթություններ, դե սա կարող է լինել միայն ինչ-որ գումարով կամ շատ աշխատասեր մարդ, ում հետ որ կծանոթանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շներին։ Ինչ է սպասվում շներին հոկտեմբերի 5-ին։ Նոր հարաբերություններ, նոր սեր, նոր սիրովեպ, հարաբերություններում նոր զգացմունքն է, հարաբերություններում ավելի, նոր զգացմունքներ, նոր ինչ-որ հետաքրքիր ռոմանտիկ պահեր, նաև կարող եք մտցնել ձեր կյանք։ Սիրահարների քարտն է սա,
Կարող սիրահարվել նաև ձեր գործին, նա մարդը շատ է սիրում իր գործը եւ ամբողջ օրը միայն դրանով է զբաղվելու։ Միգուցե ինչ-որ մի բան եք այդ օրը հիմնում, որին որ ահավոր շատ այդպես սիրով, այդպես կանեք։ Պարտադիր չի, նորսեր մարդիկ արդեն ամուսնացած են, բավականին տարիքով են եւ ինչ նորսեր։ Բավականին բարձր տրամադրություն կունենաք, ուրախ կլինեք։ Եթե դժվար իրավիճակներ կլինեն օրվա ընթացքում, ապա փոխզիջումների գնացեք։ Նաեւ կարող եք հաղթել ուրիշներին, եթե ինչ-որ հարցեր կան։ Եվ նաև եթե շփման մեջ լարվածություն լինի, դուք կկարողանաք այդ լարվածությունը իջեցնել, հանգստացնել ավելի շատ։ Աշխատանքի վայրում, եթե աշխատում եք այսօր, ապա ձեզ սպասվում է ճանաչում, փառք, հարգանք, նաև գործընկերների հետ ավելի կամրապնդվի ձեր հարաբերությունները, նաև ձեր դիրքը ավելի կամրապնդվի ձեր աշխատանքի վայրում, ձեր ֆինանսական վիճակը կլավանա, կկայունանա, կկարգավորվի, եթե խնդիրներ կային։ Նաև կարող եք քննարկել ձեր գործընկերների հետ նոր նախագիծը, որը որ կարող են ձեզ տալ, որպեսզի անեք, իրար հետ կարող եք քննարկել եւ ձեզ կլսեն, եթե ինչ-որ բաներ դուք առաջարկեք։ Եվ փորձեք ծախսերը ավելի չափավոր անել, շատ չծախսել, կարևոր բաներ եք գնել, խոսքով։ Եվ բնական է արդեն ասացի սիրային հարաբերություններում նորսեր, նոր հարաբերություններ, սիրո խոստովանություն եւ դե ինչ-որ առողջության հետ կապված, եթե խնդիրներ, ապա միայն հորմոնների կամ ուշադիր պետք է լինել, որ կարող մի տեսակ շատ սիրառատ լինեք եւ փորձեք ծանոթանալ նոր աղջիկների հետ եւ ուշադրություն չդարձնեք։ Կարող է նաեւ վարակ բաներ, այդպես լինի։ Նույնն էլ աղջիկներին է վերաբերվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին հոկտեմբերի 5-ին։ Էլի նորից նույն քարտը, գայթակղությունների քարտը, շատ էին գնում։ Գայթակղություններ են ձեզ սպասվում, հարստական գայթակղություններ են դրանք, որոնց որ պետք է չտրվել իհարկե, եւ ձեր աշխատանքի վայրում, եւ ձեր ընտանիքում, եւ հակառակ սեռի ներկայացուցչի հետ մի փոքր կարող է գայթակղությունները շատ լինել, պետք է կարողանաք ձեզ զսպել։ Կարող են խարդախ գործարքներ ձեզ առաջարկել, ավելի հեշտ աշխատանք ձեզ առաջարկել, որը որ այդքան էլ մաքուր աշխատանք չէ, ուղղակի պետք է դա ուշադրություն դարձնել դրան։ Հատկապես այն մարդկանց են միշտ առաջարկում, ովքեր որ զգում են, որ ավելի խեղճացած է այս պահին, ինչ-որ բանի կարիք ունի եւ փորձում են խարդախություններ անել։ Նաև անձնական հարաբերություններում եւս, ովքեր որ ամուսնացած են եւս փորձեք ուշադիր լինել այդ գայթակղություններից, կարող է դուք չէ, բայց ձեզ փորձեն գայթակղել, ձեզ ասեն եւ դա մարդիկ կան, կարող եւ ընտանիքում խնդիրներ ունեն եւ նաեւ գայթակղվեն եւ չամուսնացած մարդիկ նաեւ կարող են գայթակղվել ամուսնացած մարդկանցով կամ այդպես գայթակղվեն պարտադիր չի ամուսնացած կամ չամուսնացած լինեն, եւ ուղղակի ինտիմ հարաբերություններ ունենան հետո արդեն հասկանան, որ ես ինչ արեցի, ում հետ էր եւ այլն։ Մի քիչ դա է, որ պետք է ուղղակի ուշադիր լինել։ Ուշադիր լինել ինչ են առաջարկում ձեզ այդ օրը եւ հենց այնպես միանգամից չհամաձայնվել դրան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։